մենք արտահայտել ենք եւ Սահմանադրությունը մենք քննարկում ենք մեր ներքին օրակարգի շրջանակում եւ մենք չենք քննարկում սահմանադրական փոփոխությունների հարցը, որովհետեւ սահմանադրական փոփոխությունների կարիք խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում չկա, ինչու չկա։ Մի քանի պատճառներով։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մինչդեռ 2024 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը իդեպ առաջին միջպետական փաստաթուղթն էր երկկողմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Սահմանադրական դատարանը այդ որոշմանը անդրադարձավ խնդրին եւ արձանագրեց, որ Հայաստանի Սահմանադրությունում որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա եւ նաեւ դա ինչ կապ ունի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հետ, որովհետեւ ես իմ ելույթում ասացի, որ այդ փաստաթղթում ալմատ ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ այդպես շարունակ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի նախագահի հետ մենք պայմանավորվեցինք մեր հարաբերությունները կառուցել Ալմաթիի հռչակագրի վրա, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը։ Մեր Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այս պայմանավորվածությունը որևէ կերպ չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Ավելին ասեմ, դուք գիտեք, որ մենք արդեն նախաստորագրել ենք խաղաղության համաձայնագիրը։ Այդ խաղաղության համաձայնագրի տեքստում կրկին հղում կա Ալմաթիի հռչակագրին, որտեղ կողմերը արձանագրում են, որ ընդունելով այն փաստը, որ նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունները դարձել են անկախ պետություններ եւ այդպիսին ճանաչվել միջազգային հանրության կողմից, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, չունեն տարածքային պահանջներ մեկը մյուսի նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում չբարձրացնել նման տարածքային պահանջներ։ Այսինքն սա արդեն իսկ նախաստորագրված խաղաղության համաձայնագրում արձանագրված է։ Խաղաղության համաձայնագրում կա նաև մեկ ուրիշ կարգավորում, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը սույն խաղաղության համաձայնագրի իրականացման ձախողումը արդարացնելու համար։ Այսինքն ինչպես տեսակ, մի կողմից արձանագրված է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը, մյուս կողմից ասվում է, որ ներքին օրենսդրությունը չի կարող բերվել որպես արդարացում այդ պայմանավորվածություններից շեղվելու համար։ Ավելին, մեր գործող սահմանադրության մեջ մենք ունենք կարգավորում, որը ասում է, վավերացված միջազգային պայմանագրերը ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ներքին օրենսդրությունը։ Եվ հետևաբար, երբ որ մենք ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, մեր օրենսդրության համաձայն այն մենք պետք է պարտադիր ուղարկենք Սահմանադրական դատարան նրա համապատասխանությունը մեր սահմանադրությանը հետ ստուգելու համար։ Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ համաձայնագիրը հակասում է գործող սահմանադրությանը, ես ինքս հայտարարել եմ արդեն, որ մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ։ Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ համաձայնագիրը համապատասխանում է մեր սահմանադրությանը, այդ դեպքում ոչ մի խոչընդոտ չկա այն վավերացնելու մեր երկրի խորհրդարանում, որից հետո մեր սահմանադրության համաձայն այն կստանա բարձրագույն իրավաբանական ուժ։ Եվ հետևաբար խաղաղության համաձայնագրի համատեքստում ընդհանրապես սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չկա։ Մենք մյուս կողմից դեռևս 2020 թվականի փետրվարից եւ դրանից առաջ էլ մենք որդեգրել ենք Հայաստանում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Ինչով է պայմանավորվում եւ բացատրվում նման անհրաժեշտությունը։ Խնդիրն այն է, ես իմ ելույթում ասացի եւ Եվրոպայի խորհրդի ժողովը լավ է տիրապետում Հայաստանում
ընտրությունների արդյունքների պարբերական եւ շարունակական կեղծման պատմություններին, բայց խնդիրն այն է, որ այդ ընթացքում նաեւ սահմանադրություն է ընդունվել, տեղի են ունեցել սահմանադրության հանրաքվեներ եւ Հայաստանում հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք իրականում սահմանադրության օգտին չի քվեարկել եւ այստեղ խնդիրը միայն քաղաքական խնդրի մեջ չէ։ Ես վարչապետի պաշտոնում ժողովրդական հեղափոխությամբ վարչապետ դառնալով վարչապետի պաշտոնում ես շատ արագ զգացի, որ ժողովուրդը վստահում է հեղափոխությանը, բայց վստահում է հեղափոխությանը, սիրում է հեղափոխությանը, բայց հաճախ նույնքան չի սիրում պետությունը եւ նույնքան չի սիրում պետությանը։ Եվ ինձ համար հարց էր, իսկ ի՞նչն է պատճառը, ինչու մեր ժողովուրդը իրավակարգի հետ կապված որոշակի կներեք այդ բառի համար ալերգիկ դրսևորումներ է ունենում Հայաստանում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Եվ իմ վերլուծությունները ցույց են տվել, որ պատճառը հետևյալն է. Հայաստանում հաստատված իրավակարգը օրգանական կապ չունի ժողովրդի հետ, որովհետև ժողովուրդը չի համարում, որ Հայաստանում ապրելու են կանոնները, որոնք արձանագրված են սահմանադրության մեջ եւ որոնք մնացածն էլ բխում է սահմանադրությունից, չի համարում, որ դա իր որոշման արդյունքում հաստատված իրավակարգ է։ Եվ այս պայմանական ասած այս ալերգիկ երևույթը հաղթահարելու միակ տարբերակը ես տեսնում եմ նոր սահմանադրության ընդունումը, որտեղ ժողովուրդը ազատ, ժողովրդավարական կամ արտահայտմամբ կքվեարկի սահմանադրության օգտին եւ այդ քվեարկության փաստով 50 պլյուս անհրաժեշտ թվով ազատ ընտրությամբ ձայների արձանագրումն է, որ կստեղծի օրգանական կապ ժողովրդի եւ պետության մեջ հաստատված իրավակարգի միջև։ Եվ ահա կներեք, ես մի փոքր մանրամասն ներկայացրեցի, բայց կարևոր է այս նրբությունները հասկանալ, որովհետեւ խաղաղության գործընթացին այսօր էլ ոչ մի խոչընդոտ չկա բացարձակապես։ Եվ ընդհակառակը, եթե նույնիսկ մենք ելնենք այն կանխավարկածից, որ իսկ գուցե Ադրբեջանի մտահոգությունները տեղին են, այդ մտահոգությունները հասցեագրելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիրը ստորագրելը եւ վավերացման ճանապարհով գնալն է, որովհետեւ հենց այդ պայմանագիրը վավերացվեց եւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջ ձևավորվում է իրավաբանորեն պարտադիր բնույթ կրող արգելք միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու։ Իսկ սահմանադրության համաձայնը արդեն այդ համաձայնագիրը ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ, ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներքին օրենսդրությունը։ Շնորհակալ եմ։